Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալն աստիճանաբար մոտենում է իր ավարտին և արդեն հիմա պարզ է հեռուստադիտողներին սպասվում են ամենալարված, ամենահուզիչ ու ամենահիշվող սերիաները։ Այն պատմությունը, որ ամիսներ շարունակ պահեց էկրանների առաջ հազարավոր մարդկանց, գալիս է իր հանգուցալուծմանը լի ապրումներով, ցավով, սիրով ու սպասված արդարությամբ։ Արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սերիալի գլխավոր հերոսներ Ռոզա Դավթյանն ու Լևոն Մկրտչյանն ավարտել են իրենց նկարահանումները։ Այդ լուրը միաժամանակ և հուզիչ էր, և խորհրդանշական հուզիչ, որովհետև Անգելինայի ու Հենրիի կերպարները դարձան սերիալի սիրտն ու առանցքը, իսկ խորհրդանշական, որովհետև նրանց ճանապարհը հենց այստեղ պետք է հանգուցալուծվեր, և ինչպես հաճախ լինում է Դիանա Գրիգորյանի սցենարներում, երկար պայքարից, ցավից ու կորուստներից հետո վերջում հաղթում է սերը։ Դատելով վերջին կադրերից ու նկարահանման հրապարակից եկող մանրուքներից, սերիալի ավարտը ոչ միայն հաշտեցման, այլև ժամանակի անցման մասին է։ Թվում է, թե պատմությունը մեկ կետում կանգ չի առնում, այլ առաջ է գնում, ցույց տալով, թե ինչ է լինում տարիներ անց։ Այդ կադրերում արդեն ակնարկվում է Անգելինայի ու Հենրիի ընտանիքը, նրանց համատեղ կյանքը և ամենահուզիչ ենթադրություններից մեկը նրանց որդու ներկայությունն է կադրերում։ Հեռուստադիտողների շրջանում արդեն լայն քննարկում է առաջացրել այն միտքը, որ երեխայի կերպարը հնարավոր է մարմնավորում է հենց Լևոն Մկրտչյանի քրոջ որդին։ Նկարահանման հրապարակում հայտնված փոքրիկ, ում շատերը նկատել են վերջին կադրերում, զարմանալիորեն նման է Լևոնին՝ նույն հայացքը, նույն դիմագծերը։ Թեև սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ, բայց այդ ենթադրությունն ավելի է ջերմացնում սերիալի ավարտը, ստեղծելով յուրահատուկ կապ իրական կյանքի ու էկրանային պատմության միջև։ Այս ամենը սերիալի ավարտին տալիս է լրացուցիչ զգայական շերտ։ Դա պարզապես երջանիկ վերջ չէ, այլ ուղերձ, որ բոլոր փորձություններից հետո հնարավոր է կառուցել ընտանիք, շարունակություն, ապագա։ Անգելինայի ու Հենրիի ճանապարհը հեշտ չէր, այն լի էր ցավով, սխալներով, բաժանումներով ու վտանգներով, բայց հենց այդ պատճառով էլ նրանց երջանկությունն այնքան սպասված ու արժևորված է։ Վերջին զանգը սերիալի ավարտը խոստանում է լինել ոչ միայն ռեյթինգային, այլ նաև հիշվող։ Դա այն եզրակետն է, որտեղ հեռուստադիտողը կարող է հանգիստ շունչ քաշել ու ասել՝ այս պատմությունն իր իմաստն ունեցավ, և եթե իսկապես վերջին կադրերում տեսնենք նրանց որդուն, դա կլինի գեղեցիկ խորհրդանիշ այն բանի, որ սերը ոչ միայն հաղթեց, այլ նաև շարունակվեց։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի ավարտը կարելի է անվանել իսկապես հուզիչ, ծանր, բայց միևնույն ժամանակ լի իմաստով ու ուղերձով։ Սա այն ավարտներից է, որը պարզապես չի փակվում վերջին կադրով, այլ երկար է մնում հեռուստադիտողի մտքում, ստիպելով վերապրել տեսածը, վերհիշել հերոսների անցած ճանապարհը և գնահատել յուրաքանչյուր ընտրության գինը։ Վերջին սերիաներում ամեն ինչ հասնում է իր գագաթնակետին, բոլոր գաղտնիքները բացահայտված են, բոլոր հարաբերությունները փորձության ենթարկված։ Լիլիթի կերպարը, որը սերիալի ընթացքում գնալով ավելի վտանգավոր ու անկառավարելի էր դառնում, վերջապես կանգնում է իր արածների առաջ։ Զենքը Անգելինայի վրա պահելու պահը դառնում է սերիալի ամենալարված վայրկյաններից մեկը, երբ թվում է մեկ վայրկյան, և ամեն ինչ կարող է անդառնալի ավարտ ունենալ։ Բայց հենց այստեղ է, որ արդարությունը միջամտում է, սոսն ու Արամը կարողանում են խլել զենքը՝ կանխելով հերթական ողբերգությունը։ Լիլիթի տեղափոխումը հոգեբուժարան ծանր, բայց անհրաժեշտ որոշում է։ Սա պատիժ չէ միայն, այլ նաև հետևանք նրա ընտրությունների, նրա ներսում կուտակված ատելության ու ցավի։ Թեև Արամի համար դա անասելի ծանր հարված է, սերիալը ցույց է տալիս, որ երբեմն նույնիսկ ամենասիրելի մարդուն հնարավոր չէ պաշտպանել իր իսկ սխալներից։ Անգելինայի համար ավարտը լի է հակասական զգացմունքներով։ Նա վախեցած է, հոգնած, բայց արդեն շատ ավելի հասուն ու ուժեղ։ Միքայելի հերթական սպառնալիքը կապված Սոսի ազատության հետ դառնում է վերջին փորձը վերահսկելու նրա կյանքը։ Սակայն այս անգամ Անգելինան ընտրում է ոչ թե վախը, այլ ճշմարտությունը։ Նրա վերադարձը Հենրիի մոտ ոչ թե սիրուց հրաժարում է, այլ ինքնազոհություն Սոսին պաշտպանելու համար։ Եվ հենց այստեղ է, որ Հենրին վերջապես ամբողջությամբ հասկանում է Անգելինայի քայլի իմաստը։
Հենրիի որոշումը Անգելինային իր ձեռքով տանել ավագի ու Վիկտորիայի տուն շատ խորհրդանշական է, նա այլևս չի պայքարում, չի ստիպում, այլ հարգում է նրա ընտրությունը։ Սա Հենրիի կերպարի մեծագույն աճն է, տղայից դեպի տղամարդով կարողանում է սիրել առանց տիրանալու։ Սերիալի ամենահուզիչ պահերից մեկն անկասկած այն դրվագն էր, երբ Անգելինան Սոսին կանչում է պապ։ Այդ մի բառի մեջ ամփոփված է մի ամբողջ սերիալի էություն։ Արյունը պարտադիր չէ, որ ընտանիք ստեղծի։ Սոսն ով պայքարել է, կորցրել, բայց երբեք չի դադարել սիրել, վերջապես ստանում է ամենամեծ պարգևը՝ ճանաչում և ընդունում։ Միքայելի կերպարը մնում է ամենահակասականներից մեկը մինչև վերջ, նա կորցնում է ամեն ինչ՝ իշխանություն, վերահսկողություն, ընտանիք, իսկ վերջում նաև հորը՝ Հենդոյին։ Հենդոյի մահը սերիալի ամենածանր, բայց ամենախորիմաստ դրվագներից է։ Նրա խոսքը, կնոջ նկարի հետ ինքնամեղադրանքը, ուշացած գիտակցումը, որ սխալ է ապրել, որ սխալ է մեծացրել որդուն, դառնում են մի տեսակ լուռ դատավճիռ։ Սա ցույց է տալիս, որ երբեմն հատուցումը գալիս է ոչ թե աղմկոտ պատժով, այլ ներքին կոտրվածքով։ Սերիալի վերջին կադրերը լցված են ժամանակի անցման զգացողությամբ, կա հույս, կա շարունակություն, կա կյանք բոլոր ցավերից հետո։ Անգելինան ու Հենրին անցնելով դժոխքի միջով վերջապես գտնում են խաղաղություն։ Նրանց երջանկությունը հեշտ չէ, բայց իրական է, իսկ ենթադրությունը, որ տարիներ անց նրանք ունենում են որդի, սերիալի ավարտին տալիս է լուսավոր ու փակված շրջան։ Վերջին զանգն ավարտվում է ոչ թե պարզ վերջակետով, այլ հաստ կետադրությամբ, թողնելով զգացողություն, որ պատմությունն իր իմաստն ունեցավ։ Սա սերիալ էր ցավի, սիրո, սխալների ու երկրորդ շանսերի մասին, և հենց դրա համար էլ նրա ավարտը այդքան հուզիչ ու հիշվող է։